Տիկին նախարար 3 Ադրբեջանի նախագահը կրկին պնդել է, եթե Հայաստանը իսկապես ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի, ապա պետք է կատարի Ադրբեջանի այն հայտնի երկու պահանջները, սահմանադրությունից հանի անկախության հռչակագրի հղումը եւ գնա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Հայաստանը պատրաստ է կատարել այս նախապայմանները, հայտնի է, որ բազմիցս կառավարության անդամները անդրադարձել են այս թեմային։ Հիմա Հայաստանը միարժեքորեն պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, որում նախապայմաններ որպես ես այդ հնչեցված մտքերը չեմ դիտարկում եւ կարծում եմ, որ կառավարությունը չի դիտարկում։ Ես իմ խոսքում նշել եմ, որ խաղաղությունը այլընտրանք չունի եւ գործողությունները այո պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատման։ Բայց թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանագրի կնքումը, կարծում եմ, որ շատ շուտով հայտնի կլինի։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխություններին, ապա ես բազմիցս նշել եմ, որ մենք աշխատում ենք սահմանադրության նոր տեքստի վրա, այս պահին տեքստի մասով, ինչպես նախկինում մանրամասներ ասել չեմ կարող, բայց շատ կարևոր է մի շեշտադրում, որ այդ տեքստը չի լինելու եւ ուղղակի ի բնե չի կարող լինել գաղտնի եւ ինչ որ պահի հանրայնացվելու է եւ յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր նորմ քննարկվելու է մեր հասարակության ներկայացում։ Կառավարությունը պատրաստ է կնքել կառավարությունը այս պայմանությամբ, ում ընդունել իմ ասածը որպես իգիտություն։ Այս պահին ես կասեմ հետևյալը, կկրկնեմ ավելի ճիշտ միտքը, որ նախորդի հնչեցրեցի, կառավարությունը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը այո։ Տեսեք, հիմա հաշվի առնելով մենք էլ հարցեր ունենք։ Կառավարությունը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը։ Սա ձեր պատասխանն է Կառավարությունը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը։ Հաշվի առնելով բայց նախապայմանները, որոնք այնուամենայնիվ առաջ է քաշում Ադրբեջանի նախագահը եւ պնդում է, որ միայն դրանց պարագայում հնարավոր կլինի խաղաղության պայմանագիրը ստորագրել։ Հիմա հարց հնարավոր է Հայաստանի իշխանությունը արագացնի սահմանադրության փոփոխության հարցը եւ ավելի արագ իրականացնեն այդ փոփոխությունները եւ մի ոչ թե ընտրություններից։ Եթե խոսքը նոր սահմանադրության մասին է, ապա դա պարզ առաջադրանք չէ, որը կարելի է կատարել 1, 2 կամ 3 ամիսների ընթացքում եւ դա մասնագետների տևական աշխատանք է պահանջում եւ այս ժամկետներ նախորդվել եմ նշել, խոսքը 8-ից 10 ամսվա մասին է եւ չեմ կարծում, որ նոր սահմանադրության տեքստ հնարավոր է այդ ժամկետից ավելի շուտ։ Անկախության հռչակագիրը մնալու է թե փոխվելու է։ Ես ինչպես ասել եմ, որ չեմ կարող այդ մասին որևէ դիտարկում անել, այնպես էլ այսօր կասեմ նույնը։ Ձեր անձնական տեսակետը ինչպիսին է, դա պիտի մնա, դա պիտի դուրս գա։ Իմ անձնական տեսակետը համապատասխանում է Սահմանադրական դատարանի տեսակետին, որը բազմիցս կապված է հարցի քննարկմանը հասել է թե ոչ։ Ոչ։